Ադրբեջանից գազի գնման եւ վաճառքի մասին համաձայնագիրը կերկարաձգվի 20 տարով, բացի այդ մայիսի 26-ից 6 տարվա ընդմիջումից հետո վերականգնվելու է Թբիլիսի-Բաքու ամենօրյա ուղևորատար երկաթուղային երթևեկությունը։ Որոշումները պաշտոնապես ընդունվել են։ Վրաստանի վարչապետի այցի շրջանակներում ստորագրվել են էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում մի քանի ռազմավարական համաձայնագրեր։ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է նաեւ Բաքվում կայացած համաշխարհային քաղաքային գագաթնաժողովին։ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի ատելության խոսքին, վիրավորական արշավին եւ հասարակական վայրերում ագրեսիվ հաղորդակցությանը։ Մուկամ Դինարաձեն խոսել է նախաձեռնության մասին եւ բացատրել, որ պետության պարտականությունն է ապահովել այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ այլախոհի կարծիքները պաշտպանված են, ատելության, թշնամանքի եւ վիրավորանքների խրախուսումը անընդունելի է։ Ռազմավարական համագործակցություն, կապերի խորացում եւ հարաբերությունների նոր փուլ։ Այսպես է գնահատում խորհրդարանի նախագահը Չինաստանում ընթացող հանդիպումները։ Վրացական պատվիրակությունը ամբողջ օրը բարձր մակարդակի քննարկումներ է անցկացրել։ Վրաստանի խորհրդարանի նախագահի այցը Չինաստան անցկացվում է 20 տարվա ընթացքում առաջին անգամ։ Եվրախորհրդարանի անդամ Քշիշտոֆ Բրեյզը ասում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կալանավորված է կեղծ մեղադրանքներով։ Նա տասնյակ կիլոմետր է անցել բանտում որդուն այցելելու համար։ Իդեպ Սաակաշվիլին կալանավորվել է կեղծ մեղադրանքներով, որոնք կապված են այն փաստի հետ, որ նա գումար է ծախսել Լեխկաչինսկ հուղարկավորության համար ծաղկեպսակ գնելու համար։ Բացի այդ, Քշիշնով Բրեյզը սոցիալական ցանցում գրառում է, որ Սաակաշվիլիի մոր վրա հարձակումներ են իրականացնում։ Ազգային բանկի 2025 թվականի զեկույցը քննարկվել եւ աջակցվել է ֆինանսների եւ բյուջեի հանձնաժողովի կողմից։ Հիմնական մակրոտեխնիկա տնտեսական ցուցանիշները падգամավորներին ներկայացրել է Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Նրա խոսքով տարեկան միջին գնաճի մակարդակը չափավոր շեղվել է 3% նպատակային ցուցանիշից եւ հասել 3.9%-ի։ Նրա խոսքով դա պայմանավորված է մերձավոր արևելքում տեղի ունեցող զարգացումներով։ Նաթիա Թուրնավայի խոսքով 2026 թվականի գնաճի կայունությունը պահպանվել է դրամավարկային քաղաքականության չափավոր աճի շնորհիվ։ Ազգային բանկի նախագահի խոսքով բացի այդ անցյալ տարի գրանցվել է տնտեսության եւ միջազգային պահուստների աճը։ Քննարկումը շոշափել է դոլարիզացիայի կրճատման հեռանկարը, որ Ազգային բանկի առաջնահերթություններից է եւ նրա գերատեսչությունը այս ուղղությամբ ունի շոշափելի արդյունքներ։ Քաղաքական գնահատականների թեման ընդդիմադիր դաշինքի մայիսի 26-ին հայտարարված հանրահավաքի նախապատրաստությունն է։ Ընտրողների հետ հանդիպումները ընթացքի մեջ են։ Արշավի շրջանակներում Գեորգի Վաշաձեն եւ Զուրաբ Ջափարիձեն Դելիսի մետրոկայանի մոտ բաժանեցին ծալաթերթիկներ մայիսի 26-ի հանրահավաքի կապակցությամբ։ Նրանք հանդիպեցին քաղաքացիների հետ եւ խոսեցին բողոքի ակցիայի կարեւորության մասին։ Առողջապահության նախարարությունը եւ բժշկական հաստատությունները պատրաստվում են գործարկել նոր ծառայության հազվագյուտ նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում Դյուշենի մկանային դիստրոֆիայի հիվանդների համար։ Դյուշենից բացի ողնաշարի մկանային արտրոֆիայով եւ բեկերի մկանային դիստրոֆիայով հիվանդները կստանան տարբեր պրոֆիլների մասնագետների ծառայություններ։ Գիրչին քաղաքային խորհրդի նիստում առաջարկել է կազմակերպել նոր կայանատեղի։ Լելոյի անդամների խոսքով անընդունելի է այն որոշումը, որ քաղաքային խորհուրդը կունենա մշակութային ժառանգության վայրում աշխատանքների շինարարական փաստաթղթերի համաձայնեցման իրավունք կառավարության փոխարեն։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Դյուշենի մկանային դիստրոֆիայի ախտորոշված երեխաների բժշկական օգնությունը ֆինանսավորելու անհրաժեշտությանը։ Արվարձանային Սամգորիում նախկին Վարկեթիլի ֆերմայի տարածքում անտառ պուրակի վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Տարածքը կազմում է ավելի քան 8 հեկտար։ Հանգստի գոտիի որոշակի մասի վերականգնումը արդեն ավարտվել է անցյալ տարի։ Տարածքի ամբողջական վերականգնումը նախատեսված է տարեվերջին։ Բյուջեն կազմում է 6 միլիոն 500 հազար լարի։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան մասնակցում է Իտալիայում ընթացող ավիացիոն ֆորումի։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 100 առաջատար ավիաընկերություններ և օդանավակայաններ ավելի քան 65 եվրոպական երկրներից։ Նախատեսվում է ավելի քան 5000 անձնական հանդիպում։ Վրացական ֆորումը ներկայացնում է օդանավակայանների ասոցիացիան, որը ներկայացված է Թբիլիսի և Բաթումի TAV Georgia օպերատորի հետ միասին տաղավարով։ Վրացական Սիմֆոնիետայի և հարավ-արևմտյան շրջակայությունը շարունակվում է Արգենտինայում։ Նվագախումբը իր առաջին համերգը անցկացրել է Պարանա թատրոնում։ Երեկոները նախատեսված են մայիսի 21-ին, 22-ին Բուենոս Այրեսում։ Համերգը կնվիրվի Վրաստանի անկախության օրվան։